Մարտի 22-ին Կովկասի մուֆտիների հայտարարությունը հայ առաքելական եկեղեցու հանդեպ ոտնձգություն էր, աննախադեպ էր եւ պետք է համարժեք պատասխան լիներ ոչ մենակ վեապարի կողմից, եկեղեցու կողմից, այլ նաեւ պետական մարմինների կողմից, որտեղ անթույլատրելի է նման հայտարարությունով հանդես գալ մի եկեղեցու, մի պատմության, որը հազարամյակների արդեն պատմություն ունի։ Եվ ընդամենը 7 օր չանցավ, երբ որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց եկեղեցին։ Ես դա անմիջական կապում եմ իրար հետ, հրահանգված, ոնց որ ինքը գործեց արդեն, բայց երեք ես իմ մտահոգությունս ասել եմ սրբազաններին, վեապարին, վաղը պետք է հանդիպում տեղի ունենար, ես չգիտեմ արդեն մենք այդ հանդիպումը կունենանք թե ոչ, որովհետև նորվա հայտարարությունը շատ անհամաչափ է իմ համար։ Ես գիտեմ, որ եկեղեցական կարգերում գոյություն ունի, երբ որ հայ առաքելական եկեղեցու հետևորդը իրան վայել չի պահում եւ անցնում է բոլոր կարմիր գծերը, իրեն անվանում են արդեն նզովյալ, հռչակում են որպես նզովյալ, ոչ առաքելական եկեղեցու, ոչ հետևորդ, այսինքն հակա քրիստոնյա քայլեր։ Ես ակնկալում եմ, որ մինիմումը պետքա դենց լիներ։ Ես հիմա հարցս ուղղում եմ եկեղեցական մեր հայրերին, վեապարին, հարգելի վեապար, ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ դուք գնաք կտրուկ գործողությունների նկատի ունենալով կտրուկ գործողություն, դա անվանելով արդեն իրանց անուններով մարդկանց։ Մեր Սուրբ եկեղեցին այսօր պաշտպանության կարիք ունի հասարակ հետևորդների, պետք է մենք ճիշտ է էմոցիաներին չտրվենք, բայց ուշի հետևենք հետագայում տեղի ունեցող գործողությունների, որպեսզի թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այստեղ նույնպես բերի անօրինությունը ոչ հայկական օրակարգ։ Փաշինյանն ասում է, որ ինքը ուղղակի փորձում է առերեսել խնդիրների հետ հայ հանրությանը, ինքն էլ է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ իրեն մտահոգում է այդ իրավիճակը, բացառապես հենց այդ մտահոգության շրջանակում է իր այս միջամտությունը եկեղեցուն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ուղղակի բառերը չեմ ուզում կրկնեմ, դաստիարակությունս թույլ չի տալիս, ինքը երկրի ղեկավար է։ Ինչքան ուզում է իրականությանը համապատասխանել, նախ առաջինը հետաքրքիր է թե որտեղից իրան այդ գաղտնի տեղեկությունները, կամ եթե ինքը տիրապետում է ինչու է հրապարակում, ինչպես Հովիկ Աղազարյանի դեպքում եղավ, հրապարակում է այդ մարդը ինչ ընկավ ձեռքը, հրապարակում է, անկախ նրանից օրենք խախտում է թե ոչ։ Երկրորդը, տեսեք, եկեղեցին իմ կարծիքն է, այո, ինքնամաքրվելու խնդիր ունի, բայց դա եկեղեցականների եւ եկեղեցու խնդիրն է։ Մենք պետք է պահանջատեր լինենք, որպեսզի եկեղեցին սկսի այդ գործընթացը։ Ինչքանով իրանք իրենց քննությունն ունեն, իրանք հետաքննություն կասկածնեն, կմաքրվեն։ Եթե մենք տարանջատված ենք համարում եկեղեցին պետությունից, այսինքն պետական մարմինները չեն կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, ուրեմն այդպես է պետքա լինի։ Դա սահմանադրական կարգ է։ Եվ խախտել սահմանադրական կարգը իրավունք չունեն։ Ոչ եկեղեցականները, ոչ իշխանությունները։ Դուք ասացիք հանդիպում պետք է ունենայիք, հա? Ոչ վեապարի հետ, պետք է հանդիպումը լիներ բարձրաստիճան սրբազաններից մեկի հետ, որովհետեւ մենք քննարկենք ներկա իրավիճակը, ինչպիսի քայլեր ենք պահանջում մենք։ Մենք ասելով ես մենակ չեմ, հավատացած եղեք, բազմահազար մարդիկ կան իմ հետևորդները, ովքեր պահանջում են այդ ամեն ինչը։ Հայտարարության տեքստը կարդալուց ձեզ մոտ ինչ տպավորություն է, դուք ինչ եք սպասում հայտարարության տեքստի մեջ։ Ճիշտն ասած, ինձ թվում է, որ ես պետք է այս պահին մի քիչ համեստ լինեմ իմ արտահայտությունների մեջ, քանի որ վեապարը եւ մնացած մեր եկեղեցու սրբազանները, ովքեր այսօր հավաքվել են, իրանք ավելի միգուցե ավելի շատ ինֆորմացիա են տիրապետում, ես ավելի քիչ, ես կարող եմ հիմա էմոցիոնալ լինեմ իմ հայտարարությունների մեջ, չեմ ուզենա այդպես բան անեմ, բայց թողնենք մի հատ նորից վերընթերցենք։ Իմ կարծիքով եկեղեցին չի ուզում տարակարծություններ մտցնի մեր ժողովրդի մեջ, որովհետեւ հանգարց Սիրիայի կամ ինչ-որ մի հատ sense քաղաքացիական պատերազմի ճանապարհով չգնանք մենք, քանի որ եկեղեցի շատ նուրբ հարց է, որը կապնում է հենց մեր ոնց որ ասած հիմքերին, մեր քոկը։